Խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությունը աշխարհաքաղաքական կենտրոնների տեսադաշտում ՆԱՏՕ-ն ողջունել է բանակցությունների ավարտը։ Խաղաղության պայմանագիրը մեզ համար Պրահա 2 է Բագրասրբազանի անդրադարձը։ Ինչ ճակատագիր է սպասվում հայ-ադրբեջանական սահմանը վերահսկող Եվրամիության դիտորդական առաքելությանը, ինչքան կմնան։ Ճարպակալության տարածվածությունը առաջնային խնդիր Հայաստանում գնալով ավելանում է գիրանալու հակում ունեցողների թվաքանակը։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցման վերաբերյալ Երևանի ու Բաքվի հայտարարությունը հայտնվել է տարբեր երկրների ու աշխարհաքաղաքական կենտրոնների տեսադաշտում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր հերթին է ուրախ ու դարձյալ ողջունում է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի եւ Բաքվի բանակցությունների ավարտը եւ աջակցում է կողմերի ջանքերին լուծելու բոլոր չլուծված խնդիրները։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին լուրերին արձագանքում է նաեւ Կրեմլից արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը աջակցում է այս կարևոր քայլին, որն արվել է հայ-ադրբեջանական լիարժեք եւ համակողմանի կարգավորման հասնելու ճանապարհին, ինչպես որ նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններով։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացի հետագա առաջխաղացմանը, այնքանով որքանով դա ընդունելի կլինի գործընկերների համար։ Պատրաստ ենք աջակցել Բաքվի եւ Երևանի միջև մնացած հարցերի լուծմանը, այդ թվում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, համատեղ սահմանի սահմանազատմանը եւ հումանիտար խնդիրներին։ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայության մասին որոշմանը Բրյուսելում կայացած հունվարյան հանդիպմանը Եվրամիության երկրների դեսպանները հավանություն տվեցին։ Որոշվեց Հայաստանի սահմանամերձ շրջաններում առաքելություն իրականացնող եվրոպացի դիտորդների ներկայությունը երկարաձգել եւս 2 տարով, մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Հիշեցնեմ, առաքելության դիտարկման գոտին տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։ Ու հիմա հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է ունենալու դիտորդական առաքելության ապագան այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ համաձայնել է նրանց հեռացնելու ադրբեջանական պահանջին։ Ինչ ճակատագիր կունենան մեր երկրում առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները, ինչքան կմնան։ Նրանց մանդատը նախորդ ամիս 2 տարով երկարաձգվեց, իսկ 2 օր առաջ Հայաստանը հայտարարեց, թե համաձայնել են նրանց հեռացնելու ադրբեջանական պահանջին։ Դիտորդները եկել են նպաստելու խաղաղության ու կայունության գործընթացին հայ-ադրբեջանական սահմանին, նրանց վերահսկողությունից ի վեր էական էսկալացիաներ չեն եղել, արձանագրում է Հայաստանի գլխավոր դիվանագետը ու շտապում կանխել մտահոգությունները։ Հիմա չեն հեռանա, կմնան այնքան, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Հիմա եթե մտավ ուժի մեջ խաղաղությունը հաստատված է, հետեւաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Խոսքը զուտ սահմանին, այդպես ինչպես մյուսներն են սիրում ասել, հեռադիտակային դիտարկման մասին։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու իրականում երկու երկրների միջև խաղաղություն հաստատվի ոչ թե միայն փաստաթղթով, այլ նաև հողի վրա, այո, դիտորդները կարող են հեռանալ, ասում է քաղաքագետը։ Այսպիսով կստացվի, որ սահմանային իրավիճակը հանգիստ է, դիտարկելու, ուսումնասիրելու ոչինչ չկա։ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, իրոք դիտորդներ պահելու իմաստը չկա, բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք կստորագրվի այդ համաձայնագիրը, թե ոչ։ Ես վստահ եմ, որ չի ստորագրվի, այլևս տարբեր պատճառներով այսպես տորպեդարելու է գործընթացը։ Քաղաքագետը համոզված է, որ եթե անգամ Հայաստանը ընդառաջ գնա ադրբեջանական թվացյալ վերջին պահանջին ու անգամ սահմանադրությունը փոխի, ապա դարձյալ Ալիևը գործընթացը կտանի նոր փակուղի, առաջ բերելով նոր պահանջներ։ Խաղաղության պայմանագիրը կապում է Ալիևի ձեռքերը, որն իհարկե իրեն ձեռնտու չէ, թե արտաքին դիվանագիտության, թե ներքաղաքական հարցեր լուծելու տեսանկյունից։ Միգուցե նա բոլոր երեքը միասին։ Առաջին Ռուսաստանի խոսքը տվել, որ չի գնալու համաձայնագրի ստորագրմանը, երկրորդ նա կարծում է, որ Հայաստանը շատ թույլ է եւ ապակա տասնամյակների ընթացքում չի կարող որևէ կերպ մրցակցել Ադրբեջանի հետ սպառազինությունների գնման, տնտեսության մեծության հարցում եւ փորձում է ավելի շատ բան կորզել։ Եվ երրորդ տարբերակն է, որ նրան պետք չէ խաղաղություն, որպեսզի լինի մշտապես արտաքին ճշնամու կերպար, իր
սեփական ժողովրդին ավելի շատ թալանելով։ Այսպիսով վաղ է քննարկել դիտորդների հեռացման հարցը, քանի որ թե պայմանագրային փաստաթղթավորված եւ թե առավել եւս իրական խաղաղությունը այդքան էլ մոտ չէ։ Պարզ է, Բաքուն պահվածքն ու հռետորաբանությունը չի փոխել։ Ալիևի երակներում նույն բռնապետներին բնորոշ արյունն է։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Քաղաքացիների հետ զրույց ուղիղ եթերի ձևաչափով Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է այսօր շանդադարձել խաղաղության պայմանագրի համաձայնեցված փաստաթղթին, այն ձևակերպել որպես Պրահա 2։ Հիմա ժամանակն է, որպեսզի այդ փաստաթուղթը, որը դուք այդքան գովերքում եք, հրապարակես ուղղակիորեն գրավոր տեքստով ամբողջությամբ, որպեսզի ժողովուրդը իսկապես ծանոթ լինի։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Ճարպակալության տարածվածությունը առաջնային խնդիր Հայաստանում գնալով ավելանում է գիրանալու հակում ունեցողների թվաքանակը։ Շարունակում ենք թողարկումը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու լավ հնարավորություն է տեսնում 30-օրյա զինադադարի առաջարկից հետո։ Զելենսկին համոզված է, որ Պուտինը կփորձի հրադադարի առաջարկը ներքաշել անվերջ քննարկումների մեջ։ Ուկրաինայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին եւ Ուկրաինային մյուս դաշնակիցներին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Զելենսկին այսօր արդեն հաստատել է հակամարտության կարգավորման բանակցային խմբի կազմը։ Զավեշտալի դեպք է գրանցվել Թրամփի հարցազրույցի ընթացքում ռազմակայանում մամուլի հետ շփման ժամանակ թղթակիցը պատահաբար խոսափողով դիպչել է Դոնալդ Թրամփի դեմքին։ Թրամփը ուշադիր նայել է լրագրողու կողմը ու բարձրացրել ունքերը։ Այժմ բժշկության պատմության մեջ գրանցված առաջին նախադեպը չունեցող վիրահատության մասին Ավստրալիայում դոնորական օրգանի սպասող հիվանդը 105 օր անցկացրել է արհեստական ամբողջովին տիտանից պատրաստված սրտով։ Բրունսկի չափ ունեցող սիրտը ի տարբերություն այլ սարքերի, փականներ եւ շարժվող մասեր չունի, ինչը գործնականում բացառում է նրա մաշվածությունը ու ըստ էության այն դարձնում անխոցելի։ Տիտանե սիրտը սկսել է արյունը մղել մագնիսական ռոտորի միջոցով, դոնոր օրգանի հայտնվելուն պես արհեստական սիրտը հաջողությամբ փոխարինվել է, եթե վիրահատությունից առաջ հիվանդին հաջողվել է առանց շնչառության քայլել 15 մետրից ոչ ավելի, ապա այժմ նա կրկին ակտիվ կյանք է վարում։ Բժիշկները զարգացումը հեղափոխական են անվանում եւ կարծում են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում արհեստական սիրտը կարող է փրկություն լինել նրանց համար, ովքեր չեն կարող սպասել դոնորին։ Առաջնային դիտարկվող խնդիրներից մեկի ճարպակալության մասին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ճարպակալության տարածվածությունը մտահոգում է մասնագետներին։ Ավելորդ քաշը ու ճարպակալությունը ցածր տարիքային խմբերում համեմատաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, մինչդեռ 40-ից 49 տարիքային խմբից սկսած ճարպակալության ցուցանիշը առավել բարձր է կանանց շրջանում։ Ինչ որ ուզում եմ ուտեմ, բայց շատ քիչ։ Ռիփսիմե Ստեփանյանը պատմում է հետվիրահատական ընթացքի մասին, մինչև այդ մոտ 150 կիլոգրամ էր կշռվում։ Հիմա վիրահատությունից մոտ 3 ամիս անց հերթական ստուգման ժամանակ արձանագրել են, նիհարել է ավելի քան 32 կիլոգրամ։ Ամենօրյա ակտիվ շարժի մեջ գտնվող բուժառում, սակայն եւս մինչև 40 կիլոգրամ նիհարելու սպասում ունի։ Իմ կյանքում իրոք շատ բան ա փոխվել, նախ ավելի լավ եմ զգում ինձ, թեթև եմ զգում ինձ։ Երկրորդն էլ ամենայն դեպս հասկանում եմ, որ իրոք ավելի եմ սիրունացել, ասենց ասեմ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ներկապահին աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ ճարպակալության խնդիր ունի, ընդ որում վերջին 30 տարիների ընթացքում ճարպակալածների թիվը մեծահասակների դեպքում կրկնակի, դեռահասների շրջանում եռակի է աճել։ Կտրուկ աճ մեր երկրում էլ է նկատվում 18-ից 69 տարեկան բնակչության գրեթե կեսի մոտ ավելցուկային քաշ եւ ճարպակալում կա, այն ավելի շատ է կանանց շրջանում։ Ամենահաճախ հանդիպող պատճառը դա ալիմենտարն է, այսինքն մեր ընդունված կալորիաների քանակը եւ ծախսված կալորիաների քանակը չեն համապատասխանում իրար։ Մենք ավելի շատ կալորիա ենք ընդունում, քան ծախսում ենք։ Սննդային սխալ բալանսավորում, նստակյաց կյանք, սթրես, անքնություն, ճարպակալման պատճառների շարքն է շարունակում բժիշկը։ Ժամանակակից բժշկությունը առաջարկում է մուլտիդիսցիպլինար մոտեցում ճարպակալման բուժման գործում, ընդհանրապես ճարպակալման բուժման մեջ պետք է ընդգրկված լինեն բազմաթիվ մասնագետներ, եւ վերջին տարիներին ճարպակալման բուժման մեջ ընդգրկվել են նաեւ վիրաբույժները,
կատարելով բարիատրիկ ու ժողովրդի մեջ ավելի տարածված նիհարեցնող վիրահատություններ, այսինքն էնդոկրինոլոգ, թերապևտ, սրտաբան, դիետոլոգ, վերջում արդեն վիրաբույժ։ Ճարպակալումը էսթետիկ խնդիր չէ, ուրեմն բարիատրիկ, այսինքն վիրահատական միջամտությունն էսթետիկ վիրահատություն չէ, ընդգծում է բժիշկը, հիշեցնելով, գործը վիրահատությանն է հասնում միայն այն ժամանակ, երբ բուժման միջամտություններն են դառնում անարդյունավետ, իսկ ընդհանուր առմամբ ճարպակալում չունենալու համար մասնագետի հորդորը նախ առողջ սննդային վարքագծի ձևավորման մասին է, ընդ որում վաղ մանկության շրջանից սկսած։ Ճարպակալումով տառապող անհատի մոտ բարձրացնում է շատ ծանր քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, շաքարային դիաբետ երկրորդ տիպի, սրտանոթային հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ եւ այլն, որոնք բարձրացնում են մահացությունը։ Միջին աստիճանի ճարպակալություն ունեցող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է մինչև 10, ծանր ճարպակալում ունեցողինը 15-ից 20 տարի, հավելում է մասնագետը։ Ավելցուկային քաշը եւ ճարպակալումն ի դեպ առաջանում են նաեւ տարիքին զուգահեռ։ Օրինակ 45-ից 69 տարեկանների շրջանում տարիքային մյուս խմբերի համեմատ ցուցանիշը 3 անգամ բարձր է։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։